Հատկապես լեռնային գոտիներում շոկ եղանակն ու արևի ճառագայթները բավականին վտանգավոր են։ Շոկը վտանգավոր է ինչպես բարձր ջերմաստիճանի, այնպես էլ ուլտրամանուշակագույն ճառագայթների տեսակետից։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը հանգեցնում է առողջական խնդիրների առաջացմանն ու ինտենսիվ քրտնարտադրությանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է սպիտակուցներ, աղեր եւ հեղուկ։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել շատ հեղուկ, օրգանիզմի վրա շոկ եղանակի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Շոկին աշխատել պետք չէ արևի տակ, կարող է առանալ արևահարություն եւ նորից նշեմ, սամուկսաղիկային տրակտի խանգարում կարող է առաջանալ հենց շոկ պայմաններից։ Սննդակարգը պետք է լինի մարդկանց թեթև, ավելի շատ օգտագործեն միրգ եւ բանջարեղեն, բայց հիշեցնենք, որ միրգը բանջարեղենը պարտադիր երկար լվացնելուց հետո եւ սառնանային պայմաններում պահելով։ Մրգերը բանջարեղենները հիմա շատ են եւ բերվում են տարբեր տեղերից, տարբեր ձևերով, եւ մեքենաների մեջ լցված եւ չգիտենք ինչ ձևով, դրա համար խորհուրդ է տրվում ամենայն մանրակրկիտ ձևով լավ լվանալ, հատկապես հոսող ջրի տակ, սկսած նաեւ ծմերուկից, սեխից, որտեղ այդ միկրոբները ինչ որ կան այդ փոշու հետ մտնում են ես եւ մեծ մասամբ պատճառ են դառնում թունավորումների։ Այս փոքրիկը թունավորվել է ձվից, բարձր ջերմություն, աղիքային խանգարումներ։ Սրանք այն նախանշաններն են եղել, որից հետո ծնողներն անհանգստացել են ու փոքրիկին հասցրել հիվանդանոց։ Բժիշկ մասնագետներն էլ ասում են, ձուն հատկապես այս շրջանում շատ վտանգավոր է։ Ձվից թունավորումների թիվը կարող է շատ լինել, եթե ձուն հին է եւ ձվի հին լինելը բերում է հիմնականում սալմոնելոզի վտանգի, աղիքային ինֆեկցիա կա։ Ցանկալի օգտագործել թարմ ձուն եւ եթե օգտագործում են պինդ շատ էպած վիճակում։ Երեխաները համարվում են ռիսկային խումբ, նրանց սննդակարգը պիտի ծնողները վերանայեն, չտան անլվամշկեր, շատ չկերակրեն։ Մինչև 7 ամսական երեխաներին բացի կատնային կերակրատեսակներից ուրիշ ոչ մի բանով չկերակրել։ Եվ դա կբերի իրենց առողջությունը լիարժեք պահպանելու։ Ավելի մեծահասակներին չթողնեն լողալ արհեստական ջրամբարներում, շատրվաններին հարակից տարածքներում։ Հատկապես այն լողավազանները մենք խորհուրդ ենք տալիս, որոնք որ գիտեք, որ իրոք քլորացված չի, իրոք հսկողության տակ չի կարելի։ Երեխաներին պետք է խորհուրդ տալ, որ ցանկացած տեղ ոչ միայն լողավազան, այլ ցանկացած մի հատ փոքրիկ առվակ տեսնում ես, սկսում են լողանալ մեջը։ Խիստ գուշ պետք է լինել, որովհետև հատկապես կանգնած ջրերը շատ վտանգավոր են դառնում։ Չգնել սնունդ այն կետերից, որտեղ պահպանված չեն տարրական սանիտարական պայմանները, ինչպես նաև չգնել արագ փչացող ապրանքներ։ Սրանք խորհուրդներ են, որոնց ցանկալի է որ հետևեն քաղաքացիները տհաճություններից խուսափելու համար։ Թեև մանկաբույժ Արծվի Ավետիսյանի գնահատմամբ հայերը անտարբերությամբ են վերաբերվում այդ խիստ կարևոր խնդրին։ Եթե նայես 100 մարդուց մեկը կարող է վերցնել նայել ժամկետի մեջ այդ վաճառվող սնունդը եւ ընդհանրապես ապրանքը թե չէ։ Խորհուրդ եմ տալիս դրան էլ հետևել իհարկե։ Ժամկետած սննդամտերքը արդեն ինք իրանով վտանգավոր սննդամտերք է համարվում։ Մասնագետներն ասում են, երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափեն արևի ճառագայթների տակ մնալուց։ Հարկավոր է կրել գլխարկ, հագնել բաց գույնի բամբակյա կտորից ազատ օդաթափանց հագուստ։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։